Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ ես իրոք ուզում եմ տեղեկացնել, որ AV թատրոնը հրավեր է ստացել Բելգիայի Հայտուն հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Կարեն Թադևոսյանից։ Թատրոնը Բրյուսելում հանդես կգա մանկական եւ մեծահասակների համար ներկայացումներով։ Այս առիթով մենք ունենք հրաշալի հյուրեր։ Այո, եւ այս առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք Բելգիայի հայկական սոցիալ-մշակութային կենտրոնի փոխնախագահ, Բելգիայի հայերի կոմիտեի անդամ եւ Բելգիայի Սփյուռքի նախկին երիտասարդ դեսպան Տիգրան Հովհաննիսյանին եւ ռեժիսոր Կորյուն Մկրտչյանին։ Բարի առավոտ։ Ոնց ենք։ Բարևձեզ։ Լավ, շնորհակալություն։ Ինչ լավ։ Այս ինչ հետաքրքիր առիթով գնում ենք Բելգիա։ Գնում ենք։ Դե մայիսի 9-ին 10-ին մենք այնտեղ ներկայացում ունենք։ Նոր բեմադրություն ունենք, երևի թե առաջնախաղը հենց այնտեղ էլ կլինի։ Պատվերը հենց Բելգիայից է։ Թումանյանական երկու հրաշալի գործ, Անխելք մարդն ու բարեկենդանը համահունչ միացան իրար, գրեցի պիես, մի հատ հետաքրքիր, հենց AV թատրոնի համար, մեր Վիգենի եւ Անի խնդրանքով, ինջալու զարմացած եմ, որ այս այլընտրակային թատրոնը շատ պրոֆեսիոնալ արհեստավարժ է աշխատում, այդպիսի արհեստավարժ աշխատանք ես պետական թատրոններում եմ տեսել, Բեմադրեցինք, արդեն պատրաստ ենք և պատրաստ ենք հյուրախաղերի դեպի Բելգիա, Տիգրանին և իրենց ղեկավարությանն է շնորհակալությունը, որ հնարավորություն ստեղծեցին հյուրախաղերով մեկնել, ցուցադրել մեր սփյուռքահայ փոքրիկներին և մեծերին գեղեցիկ ներկայացում։ Տիգրան, ինչպես որոշվեց նման առաջարկ անել։ Սա առաջի առաջարկը չի, մենք արդեն շուտվանից Հայաստանից հրավիրում ենք թատրոններ տարբեր։ Ես 3 տարի արդեն մշակութային տան մեջ եմ, մեծ սիրով օգնում եմ, որ զարգացնենք մեր մշակույթը Սփյուռքում եւ ընդհանրապես հայապահպանությունը մշակույթի գծով։ Հիմա 17 թվին հիշում եմ, որ եւ Նարինեն Գրիգորյաններ եկեր մեր մոտ, հետո եւս մի քանի հոգի մինչեւ 22 թվին, որտեղ ես նոր արդեն ոնց որ սկսեցի իմ բոլոր գործողությունները, որ երբ Ստեփանակերտից Վարան Փափազյան թատրոնը ներկայացել են մեր մոտ, այդտեղից արդեն ես մտա այդ հայտան մթնոլորտի մեջ եւ իա բոլոր մանրամասներով։ Մեր մոտ դե տարբեր միջոցներ կան, թեևս թատրոնի միջոցով, թեևս պարի դասեր, թե նաև շաբաթօրյա մենք դպրոցներ ունենք եւ այլն, իսկ մենք որոշեցինք, որ կենտրոնանանք ինչու ոչ մենակ ոչ թե պետական թատրոնների, այսինքն Երևանի պետական, Հայաստանի պետական թատրոններ, այլ ընտրանք ոնց ասեցիր, Կորյուն ջան, ու մենք որոշեցինք AV թատրոնին հրավիրենք, տեսանք, որ արդեն իրանք կամացից աշխատում են, որ ավելի շատ մեծ բեմադրություն ունենան եւ ընդհանրապես մենակ Հայաստանում չէ նաեւ ինչու ոչ Սփյուռքում, ու մենք որոշեցինք, որ առաջի դա այդ հյուրախաղը լինի Բելգիայում մայիսի 9-ին եւ մայիսի 10-ին, մայիսի 9-ին մեծահասակների երազիմ երկիր եւ մայիսի 10-ին մանկական ներկայացում։ Այդպիսով ես շատ հաճախ նաև այցելում եմ Հայաստան, որ այդ կազմակերպչական հարցերով կարողանանք շատ ավելի արագ արդյունավետ գործողություն ծավալենք, որ այդ ամենը ստացվի։ Տիգրան, քանի որ արդեն ունեցել եք նախատեպեր, հա, ինձ հետաքրքիր ինչպիսին է հանդիսատեսը այնտեղ եւ ինչպես են ընդունում նման իրադարձությունները, որովհետեւ եւ մտածողությունն է տարբեր, եւ մշակույթը, եւ տարածաշրջանը։ Այո, իսկապես, դա կա, դա չթաքցնենք, որ դժվար է ամեն դեպքում այդ մշակույթը ու մանավանդ այդ հայացքը հա պահպանել Սփյուռքում, բայց մենք ու մենք չէ, մենք բոլորս այսինքն Բելգիա հայերը, ով որ ներգրաված են հայտան այդ բոլոր գործողության մեջ մանավանդ մեր Կարեն Թադևոսյանի եւ Յակնոջ Օլյա Բունյացյանի շնորհիվ, որ իրանք արդեն տարիներով ջանք են գործադրում, բարիս բուն իմաստով, որ այդ ամենը պահպանվի,
ես էլ դե մեծ սիրով ոնց ասեցի 22 թվականից միացա իրանց ու կշարունակեմ իշքան որ կարող եմ թեւս Բելգիայում թե նաև համատեղ Հայաստանում անել այդ ամենը ու ամեն դեպքում մեր մոտ մենք կարողանում ենք դա պահպանել, հա, որտեղ մասնակցությունը կա, երբ թատրոն ենք բերում, նվազագույնի 70-80 հոգի մասնագիծ կա, թեւս կարող է ավել ու դա մենք կազմակերպում ենք բնականաբար հայ տան մեջ միանգամից մենք ուրիշտեղ շատ հազվադեպ, երբ որ ավելի մեծ ծավալով միջոցառում է, գուցե ուրիշտեղ են գնում, բայց նպատակը որ հայտուն մեր հայրը այցելեն ու այդ ոնց որ այդ ընտանեկան մթնոլորտը միշտ մնա կայուն ու մնա այսօրվա մեր բանի մեջ։ Կորյուն, եւ նաեւ հարցի երկրորդ կողմը քեզ, որովհետեւ ներկայացումը հայ հանդիսատեսի համար լոկալ հանդիսատեսի համար չի, էլի հայ հանդիսատեսի համար, բայց երեխաները ովքեր այնտեղ են ծնվել մեծացել, ճիշտ է հայ են, բայց կունենան լեզվի խնդիր, դժվարությամբ հասկանալու, կունենան մտածողության խնդիր, որովհետեւ մենք ուրիշ ձև ենք մտածում, այնտեղ մեծացած երեխաները, ինչպես արդեն Տիգրանն էլ նշեց, ուրիշ ձև են մեծանում, ուրիշ դաստիարակությամբ։ Այս ամենը ոնց է գտնելու ներկայացման մեջ իր լուծումը։ Նայեք, ներկայացման գործողությունները ամբողջովին կատարվում են ժամանակներին Թումանյանական նույն տրեխներով ես շնորհակալություն եմ ուզում հայտնել թատրոնի ղեկավարությանը, որ շատ պրոֆեսիոնալ հագուստ են կարել, այնտեղ հին ժամանակների հագուստները, տրեխները, ուզում եմ մեր ոչ միայն դրսում գտնվող հայ փոքրիկները, նաև այստեղի փոքրիկներն էլ, որ միշտ հեռախոսների մեջ են, տեսնեն, հասկանան, ինչպես են հագնվել, տրեխը դա ինչ է, դա ինչ հագուստ է, դա ինչ մորթիա գլխարկ է։ Մենք շեշտադրություն նաև դրա վրա ենք դրել։ Ինչ որ մի բան եթե չեն հասկանա, կհարցնեն ծնողներից։ Դա երևի ծնողների վրա կթողնենք այդ հարցը, որովհետև այնտեղից բացատրելու բաներ չկա։ Դե երևի թե հեքիաթներն էլ փոքր-փոքր ընթերցած կլինեն կամ պատմած կլինեն։ Ուզում ենք իրենք փնտրեն, գտնեն, թե դա ինչ է։ Այս լեզվի մեջ այս բառը ինչ էր, որ հայրիկ այս բառը ինչ էր կամ մայրիկ այս հա ինչ էր։ Գուցե հենց այդպես էլ ծնողը բացատրի կամ սա ինչ հագուստ է, ինչ է այդպես հագնված։ Ես միշտ մտածում եմ, որ այսօրվա փոքրիկները Չինաստանի բոլոր հագուստները, թրերը, սրերը գիտեն, բայց արի ու տես մեր տրեխները, մեր փափաղները, մեր հագուստները չգիտեն։ Եթե նկատել եք, ես իմ մանկական հաղորդումների ժամանակ միշտ նկարում եմ մեր հեքիաթի հերոսներին, այդտեղ ձախորդ փանոս կլինի, քաշնազար կլինի, ճիշտ է, օրինակելի հերոսներ չեն, դրա համար ծնվեց մուլտիկնիկ հերոսը, որ մի օրինակելի գոնե հերոս լինի, որ կարողանա բացատրել, որ մենք այդքան էլ հիմարած չենք, ուղղակի դա ուրախ լինելու համար այդ հեքիաթները, բայց հանճարեղ գործեր են Թումանյանական։ Միանշանակ, հենց Թումանյանի լեզուն էլ հասանել է յուրաքանչյուր աշխարհական դիրքում ապրող հայ երեխայի համար։ Մի բան էլ մեր Բելգիայի փոքրիկներին, բացի ներկայացումներից, մենք այնտեղ ունենալու ենք քերի մուլտիկնիկի վարպետանց դասեր, երեխաների հետ նկարելու ենք էլի հայկական կերպարներով, հեքիաթների կերպարներով հերոսներ, կփորձենք տեսնենք ինչպես կստացվի Տիգրան ջան, կարող երկար գանք դասեր տանք այնտեղ բան։ Մաստեր կլաս այդպես ասած, հետո այո, վստահաբար շատ լավ կստացվի։ Հետաքրքիր է, Բելգիա, Թումանյան, ու ասեմ, որ վերջին անգամ երբ որ հյուրընկալվեցի Բելգիայում Անտվերպենում, հա, ընկերոջս տանը Պարուիրի եւ ինձ այնտեղ հենց ի տանը առաջարկեցին բաժակ բարձրացնել Թումանյա այն բաժակով, որով խմել է Թումանյանը։ Իր անձնական օղու բաժակն էր, որովհետև հենց Պարուիրի կինը Թումանյանի ազգակցուհիներից էր, այսինքն այո, սերնդից եւ հենց այդ բաժակը ժառանգություն էր հասել իրենց եւ մեծ պատիվ էր, այո, այն բաժակը բռնել եւ այդ բաժակից խմել, որով որ խմել է Թումանյանը։ Այնպես որ ձեզ հաջողություններ ենք մաղթում, Թումանյանը հասանել է աշխարհի բոլոր ծայրերում, որտեղ որ հայ կա։ Դեռ բացահայտված չէ Թումանյանը, այսպես կարելի ասել, ամբողջովին։ Դե շնորհակալություն որ բացահայտում եք եւ ուզում եմ ձեզ ներել, քանի որ այսօր
նաև ունեք հոբելար թատրոնում։ Այո, մեր պրոդյուսերի Վիգենի ծննդյան Դե ձեզ գինի նվիրենք, որպեսզի հիմա եթերից հետո արդեն հավաքվեք թատրոնում եւ շնորհավորեք Վիգենին, Նիժևանի Սափորոզե գինին, համոզված եմ, որ լավ տրամադրություն կտա ձեզ։ Վիգեն ջան, տարեդարձի այսօր։ Եվ ուզում եմ ձեզ նվիրել նաև արև բացիկները, որի մեջ ներառված են սիրված երգերից ֆրազներ, բացիկները նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, ծաղիկների կամ նվերների հետ։ Այստեղ Նունե Եսայանի եւ Արսեն Գրիգորյանի երգերից են, միայն ես եւ դու չկա էլ ոչինչ մեզ համար, եւ Արամեն Պետրիկ ուզես աշխարհն առանց քարտեզ, դու միայն ասա ինչ որ կուզես։ Սա նվիրեք ձեզ համար հարազատ մարդկանց։ Շնորհակալություն։ Ձեզ լավ օրվա սկիզբ ու Եվ մեծ հաջողություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, հաջողություն ձեզ։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք։